Բարի երեկո, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս աստվածաբանական գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Պարոն Հարությունյան, Վայոց ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ arczepiskopos Մկրտչյանն է ազատվել թեմակալ առաջնորդի պաշտոնից իր գրավոր ու բանավոր դիմումների համաձայն։ Հիշեցնեմ, որ Աբրահամ Սրբազանը միացել էր այն հոգևորականներին, որոնք վարչապետի գլխավորությամբ եկեղեցու բարենորոգման օրակարգ են սահմանել, այնուհետև տեղեկություններ տարածվեցին, որ այդ դիմումը եղել է 10 տարի առաջ եւ կաթողիկոսը հիմա է որոշել դրան այսպես ասած ընթացք տալ։ Այնուհետև Սրբազանը եւս մեկնաբանությամբ հանդես եկավ, մասնավորապես նա նշեց, որ իր այս հայտարարության նպատակն է անհարկի մեկնաբանությունները կանխելը, ասում է վերջին տարիներին հայ եկեղեցու հետ կապված 2025 թվականի դեպքերից շատ ավելի առաջ ես մի քանի անգամ գրավոր, բանավոր, նաև մայրաթոռում ժողովների ժամանակ դիմել բարձրաձայնել եմ, որ ցանկանում եմ հանգստյան կոչվել, ինձ հանգստյան կոչելու տնօրինումը մայր աթոռից ստացել է արդեն մարտի 16-ին, քանի որ տեղի ունենում իր գրավոր եւ բանավոր դիմումների համաձայն, ուստի չընդունելու որևէ պատճառ չունի եւ նաև նշում, որ հետայսու եւս շարունակելու է աջակցել եկեղեցու բարենորոգման օրակարգին եւ քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը կաթողիկոսի եղբորորդին ազատվել է նաև տնային կալանքից, խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությամբ եւ բացակայության արգելքով, նա հենց առաջ էլ հիշում ենք դիվանապետ Արշակ Սրբազանը ազատվեց կալանքից եւ այլն, հա։ Հիմա իրավիճակը եկեղեցու բարենորոգման օրակարգի շուրջ փոխվում է արդյոք, այսինքն մենք ունենք բարձրաստիճան հոգևորականներից մեկը, որը ի պաշտոնե հա չի անելու այլևս այն գործառույթները, որը իրականացնում էր եւ գուցե կարող էր ավելի առարկայական դերակատարում ունենալ այդ բարենորոգման օրակարգում։ Այս բոլոր տեղեկությունները համախմբելով եւ նաեւ խորհրդի կողմից որոշակի пассивություն, հա, այսպես ասենք, նկատելով, ինչ իրավիճակ է հիմա բարենորոգման շուրջ եկեղեցու։ Մի քանի հարցեր կան ձեր խոսքում, այո, նախ ասենք, որ այդ պատժամիջոցները արդեն հունվար ամսից էին սկսվել, եթե հիշում եք, արդեն Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սարոյանը կարգալույց հռչակվեց, հետո նաև, չգիտեմ, սիրաշահելով, թե վախեցնելով Հովնան Տերտերյանին Ամերիկայի արևմտյան թեմից քաշեցին, նորից բերեցին կտրիչի ճամբարը, եւ սա մենք տեսնում ենք երրորդ դեպքը, որ բարձրաստիճան մի հոգևորականի դիմումն են ընդունում, որը նա նույնիսկ չի հիշում, թե առաջի դիմումը երբ է տվել։ Ես երեք խոսեցի իրեն հետ, ասում եմ, ինչ անեմ, ձեզ ցավակցեմ, թե շնորհավորեմ։ Ինքը ասեց, երկուսն էլ կարաս ասես, նայած թե որ տեսանկյունից ես դու նայում այս հարցին, բայց չհիշեց, թե երբ է եղել իր առաջի դիմումը։ Դիմումներից մեկը նաև եղել է 22 թվականի ամռանը, երբ մենք Արցախի վերաբերյալ միասին գիտաժողով էինք կազմակերպել եւ կտրիչի կողմից շատ վատ դա ընդունվեց եւ շատ խիստ խոսակցություն էր եղել նրանց միջև ու պահանջվել էր, որ Աբրահամ Սրբազանը ետ քաշի իր ստորագրությունը մեր հռչակագրից, որ դիմել էինք նաեւ ՄԱԿ-ին, բայց Աբրահամ Սրբազանը դա չարեց ու կրկին անգամ հիշում եմ 22 թվականի ամռանը նա ներկայացրեց հանգստյան կոչի դիմում, բայց հետո եղան սեպտեմբերին ջերմուկյան դեպքերը եւ Սրբազանը շարունակեց իր պաշտոնավարումը։ Իր կողմից սա ես կարծում եմ ազնվականի մի քայլ է, կարելի ասել ջենտլմենություն է, որ ինքը ետ չի կանգնում իր որոշումից, չնայած որ սա հակականոնական քայլ է, կտրիչի արածը դա ուղղակի աճպարարություն է եւ ձիով քայլ է, այսպես ասած, հենց այս նեղ պահին մի կարևոր դերակատարի զրկել պաշտոնից եւ այնպես գրել իրենց տեղեկատվական համակարգի կողմից, որ իբրև թե այսօր է գրվել, չէ, այս դիմումը, բայց Սրբազանը ասում է, չէ, ես այն խոսքն է, ես ետք չեմ կանգնի իմ խոսքից եւ նաեւ ինչքան ազնվություն կա իր ասացի մեջ, որ ինքը ասում է, ես պատրաստ եմ նաեւ աջակցել նոր առաջնորդին, ով որ պետք է գա, այսինքն ես չեմ ուզում, որ լինի պարակտում իմ թեմի ներսում։ Բայց սա հետաքրքիր իրավիճակ է ստեղծում, որ այդ նոր առաջնորդով պետք է ստանձնի, գիտենք ով է, Մակար Սրբազանն է Սյունիքից, որը լրիվ կոնֆորմիստ մարդ է,
չնայած որ շատ երիտասարդ է, բայց լրիվ 100%-ով կտրիչի թևն է ներկայացնում, ապագայում եթե լինեն ազգային եկեղեցական ժողովի պատգամավորների նշանակումներ, բնականաբար ինքը հենց մարդ է ընդեղից վերցնելու Վայոց ձորից, որը նաև ներկայացնելու է Կտրիչ Ներսիսյանի քաղաքականությունը։ Ուստի սա կորուստ է եւ երկրորդ, եթե հիմա Աբրահամ Սփազանը թոշակի է անցել, իրեն հանգիստ կարան ասեն Կտրիչը այսպիսի մի օրենք է մշակել, որ առաջ չկար ոչ Վազգեն վեհապարի ժամանակ կար, ոչ Գարեգին առաջին ժամանակ ինքը ասում է թոշակառուները թող գան մայրաթոր։ Այնտեղ սենյակ ստանձնեն, ես ձեզ գործ կտամ ինչ որ եւ բնականաբար Աբրահամ Սփազանը դա մերժելու է ու հնարավոր է որ դա էլ արդեն դիտարկեն իբրև անհնազանդություն հիմք, որպեսզի իրեն հրճակեն կարգալույց։ Այսինքն ինչքան է որ մենք ասենք չէ, սա վավեր չի, սա լավ չէ կամ ճիշտ չի, սա կարող է խորանալ եւ հիմք հանդիսանալ, որ մենք արդեն իսկ Գևորգ Սրբազանին կորցնելուց հետո կորցնենք նաեւ Աբրահամ Սրբազանին եւ այսպես շարունակ մնացած 7-ին։ Ինչքան է որ մենք աստվածաբանորեն ասում ենք մենք չենք ճանաչում այս կարգալույցությունները, բայց փաստացի եթե իրենք կարգալույց են հրճակում, եպիսկոպոսատ ժողովը իրենց չի ներառնելու հաջորդ ցանկերում, ոչ տեղապահական ընտրության, ոչ կաթողիկոսական ընտրության, ոչ էլ իրենք իրավունք ունենալու ընտրեն։ Ուստի սա շատ լուրջ պայքարի թեժ կետերից մեկն է, որ ես կուզեի շեշտել ու կարծում եմ, որ բարեկարգության օրակարգը կանոնական կամ եկեղեցական իմաստով այս պահին հայտնվում է մի մեծ պատի առջև։ Ուստի պետք է տեղափոխել ուրիշ դաշտ, մենք արդեն ձեր հետ խոսել ենք ձեր YouTube-ային խալիքով, դա պետք է լինի դատաիրավականը։ Բայց դատաիրավականով էլ մենք տեսնում ենք, որ թեև այո քրեական վարույթներ նախաձեռնվեցին, այն հիմքով որ չեն կատարում հա դատանի պահանջը եւ այլն, այստեղ տեսեք դատաիրավականի մասով, ասենք նույն կաթողիկոսի մասով, հա, օրինակ ինչ process կարող է լինել եւ եթե ենթադրաբար կարող է լինել օրինազանցության շատ ընդգծված դրվագներ, ապա այս արդեն մոտ 10 ամիս է այս իրավիճակը կա, էլի 10 ամսում դժվար իրավապահամակարգը չկարողանար հասկանալ ինչի ինչոց է։ Այո, շատ լուրջ խնդիր է սա, նայենք օրինակ Արշակ Խաչատրյանի գործը, չէ, որ դա եղել է 2018 թվականին, այսինքն հեղափոխությունից անմիջապես հետո նոր Հայաստան, նոր հայրապետ շարժման այդ ըմբոստության պահին, երբ թմրամիջոց է տեղափոխվել դիվանատուն եւ այսպես ասած նետվել մի հավատացյալի պայուսակի մեջ։ Հիմա 6 տարի անց նոր բացվեց այս գործը։ Սա ցույց է տալիս մեր դատաիրավական համակարգի թուլությունը իսկապես էլի կամ անկարողությունը եւ հետո էլ պարզվեց, որ այդ փաստերը անհետացել են, չէ՞։ Այսինքն ինչ-որ բան, եկեղեցում բոլորը մանրամասն պատմում են, որ այդտեղ նաև մեղավոր են եղել կամ մասնակից են եղել Միլպետը ժամանակի եւ քաղաքի ԱԱԾ-ի պետը։ Իրենք կորցրել են այդ հետքերը։ Դա ես չեմ ասում, դա ուղղակի մեր եկեղեցականների մեջ ասվող լուրերն են։ Ինչպես է դա հնարավոր, որ առաջիացյանը փաստորեն իրեն մեղավոր է ճանաչում, երկրորդը բայց հետո վերաքննիչ ազատվում է, որտեղ այնտեղ ինչ որ ընկերներ կան եւ այլն։ Սա շատ լուրջ մարտահրավեր է, նաեւ մյուս դեպքերն էլ, ասենք ես օրինակ չգիտեմ մի երկիր, որտեղ մի եպիսկոպոս ռազմական հեղաշրջման կոչ անի, հետո իրեն դատեն, բայց հետո իրեն տան տնային կալանք, էլի, հետո էլ ասեն լավ գնա մի հատ քո ընկերոջ թաղմանը մասնակցի, չնայած ընդհանրապես Միքայել Աջապահյանի մասին է խոսքը, ինքը Դաթև Սրբազանին ողջ եղած ժամանակ ոչ մի անգամ չի էլ այցելել, բայց թաղմանը հելավ եկավ, տեսակ չէ։ Հիմա Մկրտիչ Ֆրոշյանի դեպքներ էլի, որ եթե ինքը ակտիվ կերպով վերբովկա է արել, չէ, ասենք իր քահանաներին ուղարկել է ցույցերի, դա իրավախախտում է, ես չեմ պատկերացնում, թե ինչպես թերևս դատավորները բունտ են անում, այսինքն ընդվզում են եւ ուզում են ցույց տալ, որ իրենք թքած ունեն
օրենքների վրա եւ կարան ամեն ինչ անեն ոնց որ ուզում են, ոնց որ դա Լևոնի ժամանակ էր, Ռոբերտի Հիմա ժամանակ։ ինչպես դիմել այդ դատական համակարգին։ Լուրջ հարց է։ Ես կարծում եմ, որ գիտեք ինչ խնդիրը հետեւյալն է, որ ասենք եթե ես Գերմանիայի օրինակով եմ ուզում բերեմ, որտեղ այնտեղ եմ սովորել, այնտեղ եմ ապրել, Գերմանիան եթե ունեցել է երրորդ ռեյխ, չէ, ասենք նացիստական ռեժիմ կամ հետո արևելյան մասը ունեցել է սոցիալիստական կառավարություն, այնտեղ ոչ մի դատավոր չէր կարող շարունակել իր գործունեությունը, չէ, անցումային փուլ է եղել անշուշտ, բայց այնտեղ իլյուստրացիա են արել կամ վեյթինգ են արել եւ ընտրել են միայն այն դատավորներին կամ դատախազներին, ովքեր մաքուր են իրենց անցյալով ու շատ արագ պատրաստել են նոր կադրեր։ Հիմա եթե մենք դա չենք անում, ու գիտեք 91 թվականից ինչքան սովետական դատավորներ են ասել կամ ինչքան նոր դատավորներ են կրթվել այդ նախկին ռեժիմի օրոք, սա մեծ խնդիր է լինելու, ուղղակի պետք է լինեն հավանաբար պետք է լինեն այնպիսի անկեղծ ու ազնիվ դատախազներ, որ այս հարցը վերաքննության հանձնեն եւ սա գնա հասնի միետ, այսինքն մարդու իրավունքների դատարան Ստրասբուրգ։ Եվ ես վստահ եմ, որ այնտեղ իրենք շահելու են այս դատերը։ Ուղղակի այստեղ մի քանի բան էլ պետք է ասել, որ այդ քոչարյանական սերժական պաշտպանները, դատապաշտպանները ասում են, սա եկեղեցական խնդիր է, ինչի եք բերում, չէ, աշխարհիկ դատարան։ Երևի իրենք կամ տեղյակ չեն, տգիտության նշան է սա, կամ էլ մոլորեցնում են մարդկանց, թոզ են փչում։ Գրեթե ամեն տարի ՄԻԵԴ այսպիսի կրոնական հարցեր քննում է։ Ես երբ որ դոկտորական էի պաշտպանում Գերմանիայում, միշտ այդպիսի դեպքեր եղել են, որ ասենք ինչ որ մի մարդ բազմակնության մասին է ուզել խոսել կամ ասենք աբորտների դեմ է արտահայտվել եւ այլն եւ եկեղեցական խնդիրներ են առաջացել կրոնական, բայց դա գնացել է ՄԻԵԴ եւ այնտեղից հստակ արձագանք է եղել կոնկրետ որոշումով։ Սա մեզ սպասում է։ Դե մենք կեղծ բարեպաշտության ջատագով ենք մեր ընդհանուր, հանրային մտածելակերպով։ Բայց եթե խոսենք ավելի ունենալով այս խնդիրը որպես օրինակ, եւ որպես երևույթ եւ խոսենք ավելի համակարգային տրամաբանությամբ, ապա տպավորություն չի ստեղծվում, որ մենք այդպես տարբեր սկսում ենք ինչ-որ բաներ, ամեն ինչ կիսատ է մնում, հետո անցնում ենք այն մյուսին եւ այս խնդիրները կուտակվելու են եւ բնականաբար, եթե դրանք իրենց տրամաբանական հանգուցալուծմանը չեն գալիս, ապա վաղ-թե դրանք միևնույն է բացասական հետևանքներ պիտի ունենան։ Հիշեցինք օրինակ նույն եկեղեցու բարենորոգումը, այսպես շատ ընդհանրական ասած։ Մենք գիտենք, թե ինչպիսի որակավորումներ են տրվել եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներին, ընդհանուր ինչ-որ օտար երկրի ավագ լեյտենանտին, զեկուցող, չգիտեմ, ԿԳԲ գործակալ, SN, ինչ ասես։ Ռազմական հեղաշրջման կոչեր անող ըստ քրեական գործի ահաբեկչություն նախապատրաստող, չգիտեմ, հազար ու մի բան։ Դատաիրավական համակարգի մասին ենք խոսում, որ էլի ռեֆորմների գործընթաց նախաձեռնվեց, էլի իր կիսատությամբ այդ համակարգը շարունակում է գործելու, այսպես շարունակ, Այսինքն, եթե մենք այս իրավիճակում շատ դժվար է լինում սկսել տարանջատել քաղաքական նպատակահարմարությունը բուն օրակարգային նպատակներից, որովհետև հիմա դժվար է էլի ունենալ այն տեղեկությունները, որոնք բարձրաձայնվում են, որոնք դառնում են որակավորման առիթ կամ մեղադրելու առիթ, բայց չկա զուգահեռ որևէ իրավական դրա process, այսպես ասենք, Ինչպես տարանջատենք սա քաղաքական նպատակահարմարություն է, թե սա իսկապես օրակարգային անհրաժեշտություն։ Այո, եւ մի բան էլ ավելացնենք, որ միշտ այդ խնդիրների մեջ խառնվում է անձնականը պետականի հետ, չէ՞, օրինակ մեր վարչապետն էլ է հաճախ ասում, ես իբրև հայ հավատացյալ, կամ վերջերս լսեցի մի քանի շաբաթ առաջ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահը ասեց, մենք սա անում ենք իբրև հայ առաքելական եկեղեցու շահառուներ կամ անդամներ, չէ, բայց այդպեսով ինչպես է դա պետական հարցերին վնասում, եթե չենք կարողանում հասցնել ավարտին, եթե կանգնում ենք այդ մեծ պատի առջև, ուրեմն խնդիրը մնում է, չէ, ու ես ուզում եմ նախազգուշացնել մեզ բոլորիս, թե եկեղեցու ներկայացուցիչներին, ովքեր որ սրտացավ ունեն, եւ թե պետական այրերին, որ հավանաբար, եթե այսպես գնա, կարող է նաև կրկնվել այդ 2018 թվականի Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժման ճակատագիրը, որովհետև այնտեղ էլ ազնիվ մարդիկ կային Հայր Կորյունի ղեկավարությամբ, իրենք ոտքի էին հելել, բայց
քանի հոգու կարգալույց արեցին, չէ, Տեր Արմենին էլ Մելքոնյան հետո վերջում կարգալույց արեցին, որ այդ շարժման հիմնադիրներից էր, ու ոչինչի չհասավ։ Ուստի պետք է հստակ տարանջատում լինել, բայց մեր մոտ, գիտեք, չէ, Facebook-ը որ նայում ենք, ամեն ինչ խառնված է, եթե մենք հեծանիվ ենք քշում կամ բլեր ենք բարձրանում, նկարում ենք ու գցում ենք, եթե մենք մի հատ կոնֆերանսի ենք գնում, այնտեղ ելույթ ենք ունենում, մեր գործն է, դա նորից դնում ենք այդ Facebook-ի մեջ, այսինքն պետք է տարանջատել այս ոլորտները եւ հստակ գործունեություն պետք է ծավալել, չի կարելի այսպես թողնել, դուք շատ ճիշտ եք ասում, որտեղ հասարակությունն է մեզ վերջում պատժելու։ Այսինքն եկեղեցին դառնալու է պարզապես դեղատուն։ Դու այնտեղ գնալու ես, երբ որ քո գլուխդ է ցավում, ճակերտների մեջ ասած, այսինքն երբ որ կնունք ունես կամ հարսարի կամ Աստված մի ասի թաղման արարողություն։ Այլ հարցերով դու չես գնալու եկեղեցի։ Ես օրինակ որ ամերիկյան համալսարանում դասավանդում էի շուրջ 5 տարի, այնտեղ շատ լավ երիտասարդներ են սովորում, բայց ոչ մեկ չէր ուզում գրեր ոչ մի կուրսային աշխատանք հայ առաքելական եկեղեցու մասին։ Ավելի շատ իրենք հետաքրքրված էին հինդուիզմով, բուդդիզմով, յոգայով եւ այլն։ Երևի մատներիդ վրա կարա իր հաշվեր են երեխեքին, որ հետաքրքրված էին հայ առաքելական եկեղեցու հոգեվոր կյանքով։ Այսինքն դա հասարակության շատ ուժեղ ապտակն է լինելու մեզ, եթե մենք հարցերը այս օրհասական պահին չկարողանանք լուծել։ Իսկ իրավիճակը հիմա ինչպես մենք օրինակ դիտարկենք այդ բարենորոգման խորհրդի լավ, այսպես ինչ որ չափով նաև ճակերտավոր լռությունը, հա, կոպիտ ասած շատ։ Սա ինչ է, լռություն փոթորիկից առաջ, այսինքն ինչ որ բան տեղի ունենում է, մենք համենայնպես չգիտենք ինչ անում հիմա այդ խորհուրդը։ Ես կարծում եմ սա ոչ թե լռություն է, այլ համեստություն է, որովհետև իրենք որոշ չափով իրազեկում արեցին, թե եկեղեցականների ներսում եւ գիտեք քանի քահանաներ եւ սարկավագներ միացան իրանց, նաեւ ժողովրդի մեջ մեծ խումբ մարդկանց հասու եղավ այս խնդիրներին՝ ի տարբերություն մեկ տարի առաջ, երբ որ միայն վարչապետն էր խոսում այդ ճուլանային վիճակների մասին, հիմա շատերը տեղյակ են։ Բայց իրենք համեստություն են անում, իրանք կոպիտ քայլեր չեն անում։ Չնայած նրան, որ կտրիչի իրանք sense պատիժներ կամ պատժամիջոցներ ու սանկցիաներ կիրառում, բայց օրինակ ինչու՞ չէ իրանք կարային հիմա շատ ակտիվ քայլեր սկսեին, օրինակ պրակտիկ, վերականգնեին այդ կարգալույց եղած քահանաներին, կամ ասենք մի քանի վարդապետների, օրինակ Հայր Գուսանին Շվեյցարիայից կամ Հայր Արիստակեսին Մեղրաձորից եւ Հայր Խորինին եւ Հայր Կորյունին, օրինակ եպիսկոպոսոց էին։ Դա Նիկիո դիեզերական ժողովի 4-րդ կանոնն է, որ կարան 3 եպիսկոպոս, 1 նոր եպիսկոպոս օծեն։ Եվ միայն պարտադիր պայման է, որ հետո մետրոպոլիայի, այսինքն մայրաքաղաքի եպիսկոպոսը դա ճանաչի, այսինքն Նավասար Սփազանը կճանաչեր սա։ Այսինքն ասած մի քիչ Ինչ չի արվում։ Երևի իրանք չեն ուզում գնան այսպիսի ռադիկալիզմի կամ դարակում է պահվում այս քայլերը, ոնց որ առիթ են սպասում, որ կարելի է այսպիսի կոպիտ քայլերի sense ասած գնալ, չանք կոպիտ չի, այլ կանոնական է ամեն ինչը, բայց այդ ընթացքում իրենք կամած այսպես չեզոքացվում են։ Ինչքան էլ մենք իրենց ընդունում ենք, շարունակում ենք մենք ճանաչել իրենց որպես սփազան, բայց եթե պաշտոնները կորցնում են, հիմա ասենք դուք եթե ունենաք, չգիտեմ, կնունք կամ եւ այլն, ում մոտ պետք է գնաք, չէ, ասենք եթե Մարտել Վայոց ձորի թեմի առաջնորդը չի, հոչեք զանգի իրենց, չէ, կամ ասենք ոնց պետք է էլի պայմանավորվեք։ Ու սա ես կարծում եմ, որ այո, կանոնական եւ եկեղեցական իմաստով ինչ որ մի հատ մեծ պատ է ստեղծվել, որովհետեւ այն դիմացը նաեւ այն մյուս մոխրագույն եպիսկոպոսների մեծ քանակն է, ովքեր ոչինչ չեն անում, այլ գիտեք Ավստրիայում հավաքվեցին, մի խայտարակ հայտարարություն հրապարակեցին այդ հավաքույթից հետո, որը շատ թուլության եւ մորթապաշտության ուղղակի ազդակ էր, որ իրանք ոչ մի բան չեն ասում, ուղղակի երեխու պես ասում են դե դուք եք մեղավոր, այսինքն քարը նետում են կառավարության պատուհաններին։ Իսկ վարչապետը վերջերս Եվրախորհրդանում եւս անդրադարձավ այս հարցին, ինչու կարիք կար եւ ինչ հասկացաք դրանից, հա, որովհետեւ դե բնականաբար հենց այնպես չի ընտրվում, չէ՞, այդ ելույթի թեմաները, անդրադարձերը, տեղը, որտեղ է դա ասվում։ Ինչի համար է։ Ես կարծում սա Ավստրիայից հետո եղավ, որտեղ Ավստրիայի ժողովը միջեկեղեցական
շրջանակներում եւ որոշ նաեւ միջազգային շրջանակներում շատ վատ ձևով շարքվեց Հայաստանի դեմ։ Այսինքն դա եղավ դիսկրեդիտացիա։ Դրա համար ասում եմ, սա շատ մեծ հայտարարություն էր մեզ համար, որ այդ 25 հոգին գնացին ու տենց երեխայական քայլ արեցին այնտեղ։ Նույնիսկ այդ հավաքույթը այնտեղ ով է, ասենք, տարբերում չէ, եվրոպացիները չեն նայում, թե քանի եպիսկոպոս դու ունես կամ քանիսը չեկան, քանիսը մնացին եւ այլն, որ սա ժողով չէ, այլ հավաք է։ Եվ սա շատ վատ կարճաժամկետ իմաստով շատ վատ ու սև գիծ նետեց մեր հանրապետության վրա։ Այնտեղ մի հատ էլ Պարույր քահանա էր գնացել, ավստրիական հերոստատեսությունը եկել էր հաղորդում էր պատրաստում, ոչ մի եպիսկոպոս չխոսեց ժուրնալիստների հետ, չնայած այնտեղ գերմանախոս եպիսկոպոսներ կային, բայց բան չասեցին, իսկ այս Պարույր քահանան, որ այդ կարգալուծությունները պատրաստողն է, այդ թուղթերը, ինքը ասեց Հայաստանում այժմ կրոնը նույնպես է հալածում, ինչպես սովետական միության ժամանակ։ Եվ սա կարծում եմ վարչապետը ուզեց չեզոքացնել, սա իմ կարծիքն է, որ այդպիսի բան չկա, այլ այս մարդիկ ուղղակի ընդվզել են պետականության դեմ եւ նաեւ տանում են այդ օլիգարխների կամ այդ նախկին ռեժիմի ներկայացուցիչների կողմից դեպի Բելոռուսիա, դեպի Ռուսաստան, դեպի միութենական պետություն, ինչը նաև հաստատվեց Վիտալի Բալասանյանի կողմից։ Որ էլի ճնշվի։ Չէ, որ նորից գնանք սովետական միություն։ Որի ճնշվի։ Ես շատ եմ սիրում արցախցիներին, գիտեն, ես իրենց հետ շատ ծրագրեր եմ անում, մարդասիրական ու ինտեգրացիոն, իրենց անկեղծությունները շատ եմ գնահատում։ Ես դրա համար գոհ եմ, որ Վիտալի Բալասանյանը այդ խոսքը այս Մայրաթորի բակից ասեց, որ պարզ մենք հասկանանք, էլի խորհրդանշական։ Այն միսները, որ ուղղակի ծածկադմփոց են անում, չէ՞, մեզ ասում են տիրադավ եք, դուք թուրք եք եւ այլն էս եկել եք, դե իրանք է պարզ ասեցին, որ իրանք էլ այդ ռուսական թևն են պաշտպանում։ Այսօր նաև տարբեր շրջանակներ, որոնք ռադիկալ ընդդիմության հարող թևն են ներկայացնում, նաև ասում էին, որ կաթողիկոսը ցույց տվեց իրական ձիգ քաղաքական գործչին վայել կերպար։ Չգիտեմ, ասենք մյուս կողմից լեգիտիմացնում են ինչ տեղի ունենում նրա շուրջ, մյուս կողմից էլ չգիտեն էլ այս մարդուն ոնց բերեն մտցնեն ուղիղ քաղաքական պրոցեսների մեջ։ Հայրենք չեն կարողանում դա թաքցնել, արդեն 2021 թվականից այդ Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցից հետո հայտնի եղավ, այսինքն ոչ մի հավատացյալ մարդ տենց բան չէր ասի ու չէր անի, ինքը չէր ասի, որ եկեղեցու ներկայացուցիչ Սրբազանը պետք է գլխավորի ընդդիմությունը։ Սա հայտարարություն է։ Երևում է, որ ինքը հավատքի հետ կապ չունեցող մարդ է, բայց երևում է նաև, որ ինքը ուղղորդվել է հավանաբար Ռուսաստանից, ասեն դե բրդի մեկին առաջ։ Ու այդ մարդը այդ դիրքը պահում է, ինքը 50 տարի փաստորեն ԿԳԲ-ի կողմից եթե ներգրավել է իբրև զինվոր կամ չգիտեմ սերժանտ կամ լեյտենանտ, չգիտեմ էլի իր պաշտոնը, ինքը պահում է այդ դիրքը։ Մի տենց ընդդիմադիր մարդ էլ կար, ասում է, ինչպես 1918 թվականին այդ խրամատը Սարդարապետի ինքը պահում է, ինքը չի ուզում զիջել իր դիրքը եւ սա հստակ 100%-ով արդեն քաղաքական դիրքորոշում է։ Բայց ըստ կողմից Քոչարյանը առաջադրվեց վարչապետի թեկնածու։ Հա։ Ինչ որ համընկնում, չհամընկնող իրավիճակներ շատ։ Հա, որտեղ Բագրատ Սրբազան ձերբակալվեց։ Հա, այդ դրանից հետո, չէ՞։ Իսկ բացի դրանից հիմա եկեղեցին օգտագործվում է որպես ոչ թե թեկնածու վարչապետության, չնայած կարող է դա անեն, բայց իրանք օգտագործում են եկեղեցուն որպես առանցք, որի շուրջ ընդդիմությունը կարա հավաքվի ու ընդդիմությանը հարող այդ ուժերը կարան հավաքվեն, որովհետև իրանք էլ իրենց մեջ իրենց գզվրտոցը ունեն։ Ինչպես հիշում եք Գյումրիի դեպքերի ժամանակ Միքայել Սրբազանը չէ սաղին հավաքեց։ Նույնը հիմա կաթողիկոսն էլ տենց ուրախա, որ դաշնակներն են գնում իր մոտ, չգիտեմ, մեր ձևիստականներն են գնում, սերժականները, ռոբերտականները, Լևոն Տեր-Պետրոսյանները եւ այլն, բոլորը իր շուրջը հավաքված են, էլի։ Վարչապետը նաև մեղադրեց, եթե ճիշտ եմ հիշում, պատերազմի կուսակցության գործունեության աջակցության մեջ, հա, կա այդպիսի բան։ Ես կարծում եմ, որ դա մի քիչ բան է, հռետորաբանություն է քաղաքագիտական։ Ես կարծում եմ, որ կուսակցությունը ինքը պետք է հայտարարի, թե ինքը ով է։
ինչի համար է ինքը գրանցվել, ինչ է ինքը ուզում։ Դեպս դժվար է բաց ասել, ես եկել եմ պատերազմական կուսակցություն եմ, տան զինվեք։ Բայց ես գիտեմ, օրինակ Բագրատ Սփազանը դեռևս որ Տավուշի թեմի առաջնորդ է, ինքը ամեն շաբաթվա վեր սեմինարներ էր կազմակերպում, տենց երիտասարդներին ավտոբուսներով տանում էին իրանց մոտ պիցա էին ուտում, իմիջայլոց ու տենց լեկցիաներ էին լսում։ Հա, իրանք այնտեղ միշտ դա էին ասում, այդ երեխեքից մի քանիսն էլ իմ ուսանողներն էին կամ մեր կամավորներն էին այդ Արցախյան ծրագրերի, արցախցիները կային շատ մեջները, ասում են, մեզ ասում էին մի վախեցեք բայրակտարներից մարդ չի մահանում, եթե մենք 300 հոգի երիտասարդ ունենանք ավտոմատներով, կալաշնիկովներով, մենք հիմա ոսկե Պարիզ կմտնենք, կճեղքենք, դուրս կգանք դահդիվանքով եւ այլն կգնանք դեպի։ Բայց այդ գիտեք ինչն է ամենա դա հաճ է երևի այդ բոլոր ձևակերպումների մեջ, ոչ թե այն, որ բայրակտարը պետք չի վախենալ, բայրակտարը մարդ չի սպանում, չգիտեմ, կալաշնիկովով կխփենք, մի գեներալ ունենք, իհարկե արդեն հանգուցյալ, ասում էր, այդ ինչ է, մենք պարսատիկով կխփենք դրան, խփեցին։ Այլ այն այդ 300 հոգին չգտնվեց։ Դա է խնդիրը, բա այդ 300 հոգին չկա, այսինքն դուք նաև մի կողմից մեղադրում են, ասում են, մոռացության եք տալիս, չգիտեմ, Արցախը, այն ու չգիտեմ եսի ինչեր, մյուս կողմից իրենց անհեռանկար գործունեությամբ ցույց են տալիս, որ շատ ներողություն էլ է արտահայտության համար։ Բա որտեղ է այդ 300 հոգին, որ աջակցի դրա հակառակ օրակարգին չկա, ուրեմն այն օրակարգը ճիշտ է։ Երևի թե կան այդ 300 հոգին, բայց իրանք միայն պիցա ուտելու ժամանակ են ներկա կամ այդ էքսկուրսիաների ժամանակ։ Կամ առասարակ ուտելու։ Այո, բայց այդ կարծեմ այդ պրոյեկտը, որ նկարագրեցի, կոչվում էր Academy of Life, այսինքն կյանքի ակադեմիա, ու Ռուսաստանից էր հովանավորվում։ Զարմացա։ Ամեն դեպքում, չէ, եթե խոսույթները նայես ու օրինակ եթե մոնիտորինգ անես Աջապահյանի ասածները եւ այլն կամ այս Գերագույն խորհրդի ասած հայտարարությունները, այո, դա վերջում տանելու է հստակ սրացման Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ։ Այսինքն վերջում այո կլինի պատերազմ, որովհետեւ եթե մենք զգույշ չլինենք այս բանին, մենք 5 րոպե էր մնացել, որ ամբողջությամբ Արցախը կապիտուլյացիա լիներ, չէ, 20 թվականի նոյեմբերին։ Հետո նաեւ ասենք 5 րոպե էր մնացել, որ 24 թվականի ապրիլին ադրբեջանական ուժերը մտնեին Սյունիք։ Այնտեղ համար 1 էր տրված բոլոր դիրքերին։ Եթե մենք շատ ոնց որ հորջորջվենք այս բաներով, չէ, որ եկեք դե մտնենք, կրակենք եւ այլն սպանենք, դա շատ լուրջ հետևանքներ է ունենալու ու ես հասկանում եմ մի կողմից, որ եկեղեցին ներգրաված է եղել միշտ պատմականորեն մեր հարցերում ու նաեւ Արցախյան առաջի պատերազմում, երկրորդ պատերազմում մեծ դեր է ունեցել, բայց այդ էմոցիոնալ կողմը պետք է մի կողմ թողնել։ Այսինքն մենք պետք է իսկապես հոգևորին անցնենք։ Եթե չենք ուզում վերածվել դեղատան կամ չենք ուզում դառնալ Ռուսաստանի, գիտեք ինչն է ինձ հիշեցնում, ապրիորի, եթե դու գնացել ես, չգիտեմ, մասնակցել ես պատերազմի, մարտի, ինչ որ սխրանք ես արել, չես արել եւ այլն, հետո հաջողացրել ես քաղաքական գործունեության մեջ լինել, քեզ ամեն ինչ կարելի է։ Դա ինձ դա է հիշեցնում։ Այո։ Այսինքն պետք չի խառնել դերերը, նշանակությունները, ժամանակաշրջանները ու հազար ու մի բան։ Դա ինդուլգենցիա չէ։ Եթե դու ինչ որ բան ես արել, դա չի նշանակում դու հետո կարող ես անել դրան լրիվ հակառակ, հակաօրինական բան, բայց դու անցյալում բան ես արել, որը պետք է վերես եւ ներկայիս քո հակաօրինական գործունեությունը արդարացնես։ Դա հենց այդ նույն մեր գեներալները, օրինակ Սերյան Օհանյանից սկսած այն մնացածով հա վերջացրած։ Բայց այս բանը մի հատ հստակեցնենք, որ տարընթերցումներ տեղի չտա, էլի որ ասեցիք Ռուսաստանի կողմից էր հովանավորվում, հա։ Կխնդրեմ այստեղ փոքր-ինչ բացել, այսինքն ինչ ոսկեպարով Արցախ այդ տրամաբանությունն է։ Չէ, այդ լեկցիաների ժամանակ իրանց դա քարոզում էին, պատմում էին, որ կարանք հեսա այս եկեղեցին տեսնում եք, այս ոսկեպարը այստեղից կարանք մտնենք ու կարանք մինչև Դադիվանք դուրս գանք կամ ընդեղից է գնանք հասնենք մինչև Ստեփանակերտ, հա։ Ու այս շարժումը ուղղակի ճանաչողական իբրև թե բաներ, էքսկուրսիա էր, որ իրենք միշտ այդ երիտասարդներին էին ներգրավում, ով հայրենասեր են եւ այլն, ով Արցախը չեն ուզում մոռանան եւ այլն, ովքեր նաեւ պոտենցիալ կարող են դառնալ այդ Կիրանցի ըմբոստության տեխնատուներ, որտեղ դա Կիրանցից շուտ էր ավելի սկսվել։ Դեմարկացիան ու դելիմիտացիան չէր սկսվել, բայց իրենք արդեն այս
շարժումը անում է։ Մի խոսքով դուք թունելի վերջում լույս տեսնում եք։ Ես տեսնում եմ, բայց գիտեք ինչն է այն մտավախությունը, որ եպիսկոպոսների մեծամասնությունը ցավոք այդ գրավորական դիրքի մեջ են շարունակում մնալ, չնայած նրանցից մի քանիսը, օրինակ Սահակ Մաշալյանը, Կոստանդնուպոլսո պատրիարքը, գիտեք, այդպես բաներ չէ գրել, ուղերձ էր գրել, որ ընթերցվել էր այդ Վիեննայի ժողովում, որ պետք է լինի ազգային եկեղեցական ժողով եւ այլն, այս հարցը պետք է լուծել եւ այլն, բայց դա ընթացք չի ստանում, այսինքն եթե այդպես խնդիր կար կամ այնտեղ մի քանի ուրիշ եպիսկոպոսներ կային, օրինակ Խաշակ Փարսամյանը ինքն էլ էր ասում, որ ազգային եկեղեցական ժողովը կլուծի բան, սա ուղղակի ծուղակ է, էլի, ժամանակ շահելու տակտիկաներ են, որ նաև կտրիչը դրանց մասնակցում է վստահաբար, ու իրենք եթե իրոք մի օր կանչեն ազգային եկեղեցական ժողով, նախ բերելու են իրենց падգամավորներին, այսինքն Ռուսաստանից, Ամերիկայից եւ այլն, ու հաղթելու է իրենց աթոռակից տեխնացուն։ Սա պետք է զգույշ լինել, որ նման բան չի լինի, այսինքն ազգային եկեղեցական ժողովը եթե գումարվի, պետք է դա անի տեղապահը, որը արդար կերպով ընտրվել է եպիսկոպոսների միջից, ու այս մեր արդարամիտ եպիսկոպոսներին չի կարելի թողնել, որ սենց լիկվիդացնեն։ Լույսը տեսնում եմ, ուղղակի ինչքան գնալու է, ինչքան երկարելու է, այդքան ավելի դժվարանալու է։ Շնորհակալություն։ Ձեզ ենք շնորհակալ։ Զրուցակիցս աստվածաբանական գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանն էր, մնացեք առաջինի հետ, կվերադառնանք րոպեներ անց։ Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Իսկական ազատությունը սկսվում է այնտեղ, որտեղ քեզ անկաշկանդ ես զգում, երբ ամեն ինչ իր տեղում է, իսկ դու քո տարերքի մեջ, երբ պատերը ոչ թե սահմանափակում են, այլ ոգեշնչում։ Իդեալ համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից, եվրոպական պաստառների նոր ու լայն տեսականին, գերմանական Rush, ֆրանսիական Ugepa, իտալական Parato եւ Emiliana Parati, Hohenberger, Ravenna, Elysium, Wallap, It's Show, արդեն իդեալ համակարգում սկսած ընդամենը 490 դրամից։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Շարունակում ենք աշխատել առաջինի եթերում, ես Ժիրայր Ոսկանյանն եմ եւ իմ հաջորդ զրուցակիցը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանն է։ Ողջույն Տիկին Մինասյան, շնորհակալություն միանալու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար, բարեկարգ։ Նախ առաջինը ես կխնդրեմ, որպեսզի դուք մեզ պարզաբանեք, թե ինչ ասեց նախորդին Ռոբերտ Քոչարյանը, Հայաստան Դաշինքի վարչապետի թեկնածուն, որ առավոտյան մամուլը լույս տեսավ վերնագրերով, որ իշխանությունը սարսափած է։ Դժվար էր չէ հասկանալ Ռոբերտ Քոչարյանի խոսույթը, էլի հայերեն չէր սովորել, դրա համար ես պետքա պարզաբանեմ, թե ինչ ասեց։ Դուք ինչից եք սարսափել, նրա ասածի մեջ ինչն էր սարսափեցրել իշխանությանը։ Դե ակնհայտորեն ոչինչ, որտեղ որևիցե նոր բան մենք չլսեցինք պարոն Քոչարյանի
աշխարհացումից եւ sense անակնկալներով սպասվող ելույթներից առնվազն ինչ որ անակնկալի միտում էին ուզում ստեղծել, թե հայտարարելու են իրենց վարչապետի տեխնացուին, հայտարարելու են իրենց վարչապետի տեխնացուին, բայց ոչ մի նոր բան տեղի չունեցավ, որտեղ մեր երկրի թիվ 1 տղամարդը եւ տենց ոյնը ոչ մի դեպքում իր կարգավիճակը չփորձում զիջել ավելի հաճելի եւ ավելի ինչ-որ տեսանելի դեմքերին եւ բնականաբար նա լինելու նրանց վարչապետի տեխնացուն, իսկ քաղաքական ծրագրի մասով էլ ավելի ոչ նորություն չտեսանք 21 թվականին եկել էր քոքը մաշացնելու, այսօր եկել է չհանգստանալու միտումով, ոչ չի հանգստանալու մինչև այս իշխանություններին չհեռացնի արտաքին քաղաքական ուղղվածությամբ, ընդհանուր իր մտածողությամբ, տնտեսական ծրագրերով առավելապես ոչ մի նորություն եւ ես կարծում եմ, որ զուտ իրենց նպատակը մենակ միայն եւ միայն մնում է այս իշխանություններին հեռացնելը, որտեղ այս իշխանությունները նրանցից խլելու են կամ պետական օրենքով ապօրինի գույքի մասին օրենքով խլելու են իրենց թալանած այս երկրից։ Իսկ օրինակ ձեզ համար տարօրինակ չէ, որ Քոչարյանն է վարչապետի տեխնացուն, որովհետև եթե հիշում ենք, նա պնդում էր, որ այսպես ասած ընդդիմության առաջնորդությունը անհրաժեշտ է ինչ-որ հոգևորական իրականացնի, հա, այսինքն փոխվեց այդ մոտեցումը, այդ տրամաբանությունը եւ եթե այո, ապա ըստ ինչու։ Դե առնվազն մի քանի անգամ է փոխվել նրանց տրամաբանությունը, որովհետև ազգային ժողով Հայաստան դաշինքը մտավ մի օրակարգով, որպեսզի թե օրինական, այսինքն թե ազգային ժողովում, թե արտախորհրդանական ճանապարհով փողոցում պետք է հեռացնի այս իշխանությունը եւ տապալեց իր ծրագիրը։ Հետագայում փորձեցին այդ ծրագիրը իրականացնել հոգեվորականների միջոցով, տապալվեցին եւ մի շարք հոգեվորականներ հայտնվեցին ճաղրի հետևում անօրինական գործողությունների դրթելու համար կամ անօրինական գործողությունների կազմակերպման համար, հետագայում դե բնականաբար ի հայտ եկան այլ օլիգարխներ, որոնք մի տեսակ պարոն Քոչարյանին այդքան էլ չեն թողում են միտքը, որ նա է միակ ուժեղ ոյնը այս երկրի եւ նա որոշեց, որ չէ, նորից պետք է մտնի ընտրապայքարի մեջ իր դեմքով։ Եվ ես կարծում եմ, այստեղ մի հետաքրքիր նյուանս կա, որ քանի որ ուժեղ Հայաստան կուսակցությունը էլի ընդդիմության ձայները հավաքել տանելով փոխելու է առաջադրել մարդու, որը ոչ մի ձևով մեր համանadrությամբ չի կարող լինել վարչապետի տեխնացու, պարոն Քոչարյանը փորձելու է ամբողջ ընդդիմությանը համոզել, որ բացի իրենից ոչ մեկ այլևս չի կարող լինել այս երկրի վարչապետ, նայած որ այդ պաշտոնը նրա համար իջեցում է, պաշտոնի իջեցում է, ինչ աստիճանի երազներ ունի էլի մարդը նախագահից վարչապետ, այո։ Դե երևի թե սահմանադրության չիմացությունից է, որովհետև վարչապետի լիազորությունները եւ նախագահի լիազորությունները հիմա լրիվ այլ են, բայց իր հին մտածողության մասին է խոսքը գնում։ Շատ լավ, տեսեք Ռոբերտ Քոչարյանը, հա, ես հիշեցնեմ, որ բավականին վերջերս օրինակ Գագիկ Ծառուկյանը արդարացվեց այն իր գործով, հա, հայտնի ընտրակեղծարարություններ, չգիտեմ ինչեր, եւ նա եւս բնականաբար հայտ է ներկայացրել մասնակցելու ընտրություններին։ Ռոբերտ Քոչարյանն էլ ասում է իրական կարգ ու կանոն ենք գալու հաստատենք, պետբյուջեն վարչապետի անձնական գրպանը չէ, որից սնվում է իր թայֆեն։ Ի վերջո կարող է այնպիսի իրավիճակ ձևավորվի, որ թալան չինել, ընտրակեղծարարնել դուրս է գալու քաղաքացիական պայմանագիրը։ Շատ էպիկ է, էլի ասում եմ, այլ ընտրանքային իրականության մեջ են մարդիկ ապրում, երևի թե 1998-ից 2008 թվականներին նա այս մտածողությունն չուներ, նոր է եկել իր մոտ, որ պետք է պետբյուջեի հաշվին իր թայֆեն չսնվի, որտեղ ոնց հասկանում եմ, իր թայֆենը միայն սնվել է 1998-ից 2008 թվականները եւ նաեւ մատնանշեցի Գագիկ Ծառուկյանին, ես վերջերս մի փոքր տենց հետազոտություն էի ուզում անել, ընդհանրապես մենք ում դեմ ենք պայքարում, էլի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ փորձեցի այդ առաջատարների ծստացումների հանել իրենց կապիտալը, Սամվել Կարապետյանը ըստ Forbes-ի տվյալների եւ բոլորը տենց պաշտոնական տվյալներն են, այսինքն ոչ մեկս չենք խորինում կամ չենք փորձում հիմնվել իրական պատկերի վրա, որը ինչ որ չափ ավելի շատ թաքնված է, քան այդ հրապարակային տեղեկությունները։ Սամվել Կարապետյանը
ըստ Forbes-ի տվյալների տենց 3-ից 4 միլիարդ դոլար ունի, Ռոբերտ Քոչարյանը, Բելա Քոչարյանը, Ցեդրակ Քոչարյանը, Զարուհի Բադելյանսկին փոխկապակցված անձանց մասին եմ խոսում, Լևոն եւ Սիրանուշ Քոչարյանները, Գայանե Քոչարյանը, Վիգեն Չատինյանը, Հոգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ապօրինի ծագում ունեցող հոգի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել։ Ներողություն եմ խնդրում, բայց այս շարքը պետք է ընթերցեմ։ 22 անշարժ գույք, երկու գույքի գնման իրավունք ավելի քան 3 միլիոն դոլար, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պատատոմսեր, ավելի քան 1.4 միլիոն դոլարի չափով ավանդ, 10 գիրավաբանական անձում մասնակցություն, սենց կարող եմ շարքը ցուցանաբերնեմ եթերը, ավելի քան 4 միլիոն դոլարի 3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխհարություններ պահանջի իրավունք երկու տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի բռնագանձման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Էս է իր թայֆեն, այս պետության բյուջեից կամ այս պետությունից տարել։ Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանին, նույն ապօրինի գույքի բռնագանձման օրենքով եւ իր հետ փոխկապակցված անձանցից 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, նույնականացված 8 տրանսպորտային միջոցների արժեք 348 միլիոն 194,000 դրամ, զիջված պահանջի իրավունքի շուրջ 33 միլիոն դրամ, 10 անշարժ գույք, 39 իրավաբանական անձներում բաժնեմասեր եւ բաժնետոմսեր, 63 միլիարդ դրամի փոխհարություններ պահանջի իրավունք, 12 ֆիզիկական եւ իրավաբանական անձանցում տրամադրված փոխհարությունների գումարի չափ շուրջ 16.8 միլիարդ դրամ, 86 միլիարդ դրամի եւ 400 միլիոն դրամի բռնագանձման պահանջ եւ այսպես հենց շարքը շարունակել է։ Այսինքն ես շեշտեցի 3 օլիգարխի ֆինանսական կապիտալը։ Եվ ստեղ խնդիրը, չգիտեմ իհարկե պարոն Քոչարյանի ուղեղում նոր պայծառափայլություններ են տեղի ունեցել, որ անցալել է թե ոչ, բայց նրանց մասնակցությունը քաղաքական process-ներին ոչ թե նրա համար է, որ նրանք փորձում են, ինչպես իրանք են պնդում, այս երկիրը փրկել ազգադապներից, այլ այս գույքի պահպանումն ու պահումը, որովհետև այս գույքի ապօրինի գույքի բռնագանձման օրենքը sense մեծ թափանվով աշխատում է եւ մենք տեսնում ենք ամեն օր դատախազության հրապարակումներով ինչքան գույք եւ դրամական միջոցներ կամ անշարժ եւ շարժական գույքեր հողամասեր են հետ վերադարձվում Հայաստանի Հանրապետությանը։ Ոչ միայն ապօրինի գույքով, պետական շահերի պաշտպանության մասին օրենքով եւ այլն եւ այլն։ Ինչպես հարցը ուղղակի ուզում եմ բացասնել, որն է այս մարդկանց տվյալ մեծ կապիտալ տիրապետող մարդկանց նպատակը գալ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն ձեռք բերել։ Այդ հարցը հռետորական է։ Շատ լավ, հիմա մեզ լսողները կասեն այդ ցուցակը գլխավոր դատախազին կարդացեք, թող օր առաջ այդ ամեն ինչը գլխավոր դատախազն է հրապարակել վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը եւ միանշանակ համակարծիք եմ եւ ես կարծում եմ որ քաղաքական դաշտի առողջացման լավագույն միջոցը այս կեղտոտ փողերը քաղաքականությունից հեռացնելն է, որովհետեւ երբ մենք կարծում ենք որ նմանատիպ մարդիկ քաղաքականությունում անելիք չունեն, որովհետև նրանց անցյալը ժողովրդին շատ լավ հայտնի է, նրանց ամեն Երևան գալը շատ մեծ զայրույթ է առաջացնում մարդկանց մոտ, մենք գիտենք ինչի համար են նրանք գալիս, բայց մենք նաև տեսնում ենք այլ բան, երբ այս գումարներով բռնագանձվող դատական գործընթացները տեղի են ունենում, մեկ էլ մեր հյուսիսային բարեկամներից շատ ի հայտ են գալիս նորահայտ օլիգարխներ, որոնց գումարների բռնագանձման մասին տեղեկություններ չկան եւ որոնց կապիտալը այլ երկրում է ձևավորվել եւ ինչ որ չափ օրինական է Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն սա ինքնին ենթադրում է, որ դա մեզնից միայն կախված չի։ Այսինքն մենք կարող ենք տեղում օլիգարխիային ունեզրկել, որպեսզի քաղաքականությունը մաքրվի այդ կեղտոտ փողերից, բայց մեկ է տեսնում ենք, որ կողքից այլ երկրներից ժամանում են մեզ նոր փրկիչներ, նոր ավելի հսկայածավալ մեծ կապիտալներով։ Դե այս կեղտոտ փողերի հարցը բավականին խնդրահարույց է, այն նաև այսպես ասենք ապականում է քաղաքական դաշտը եւ ընդգծված անհավասարության նաև միջավայր է ստեղծում, բայց ձեզ հենց դրա համար էլ մեղադրում են, էլի, որ այդ կեղտոտ փողերի քաղաքական process-ներում մասնակցությունը չի կանխվում որևէ ձևով հիմա։ Դե մենք հնարավորինս օրենսդրական դաշտով փորձել ենք քաղաքականության մեջ այս կուսակցությունների մասին օրենքով, ֆինանսավորումով, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իր գործիքակազմը ներդնելով կոնկրետ քաղաքական գործընթացների մեջ ֆինանսական մեծ աղբյուրները բացառել, բայց մեկ է
հնարավորություն կա, խոսքից մեջ նաև շեշտեցի, որ օրինակ ռուսաստանցի օլիգարխը կարող է իր Ռուսաստանում ձևավորված 3-4 միլիարդ դոլարով գալ Հայաստան եւ փոխել իշխանություն փոխել։ Ասեմ, ամեն ինչ չի միայն մեզնից կախված, մենք հասկանում ենք, որ այս մարդկանց քաղաքական նպատակը եւ քաղաքական ուղղվածությունը մի ուղղություն է ճանաչում է։ Շատ լավ։ Տեսեք, Ռոբերտ Քոչյանը նաև նշում է, որ ինքը Ադրբեջանի այդ խաղաղությանը կողմ է, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե Պապայի Սարև մոդելի վրա, այլ անվտանգության իրական երաշխիքների վրա, եւ Գագիկ Ծառուկյանը այսօր ներկայացրեց մի քանի ծրագրային դրույթներ, բայց արտաքին քաղաքականության մասով ասաց, որ ավելի ծավալուն հետո արդեն անդրադարձ է ունենալու, միայն նշում էր, որ ուզում եմ փոխկապակցենք, էլի, միայն նշում էր, որ Հայաստանը պետք է հուսալի եւ կանխատեսելի լինի իր արտաքին քաղաքականության մեջ, նաև իր գործընկերների համար, հա։ Ես չգիտեմ, հնարավոր է այս երկուսը այսպես երաշխիքներ, ինչի մասին պնդում է նաև ուժեղ Հայաստանը, քանի որ այս երեք ուժերին նաև կամ սուբյեկտներին մենք հիշատակեցինք, Կարապետյան, Ծառուկյան, Քոչարյան, այստեղ կա ինչ-որ ընդհանուր փոխկապակցվածություն այս մարդկանց նախադասությունների, մոտեցումների կամ ծրագրային մոտեցումների մեջ, թեև բառերի տարբեր ընտրությամբ։ Բացարձակ տարբեր ընտրություն չի, վերջի շրջանում նկատել եք երևի քաղաքական դաշտը, ընդդիմադիր քաղաքական դաշտը փորձում է վերաակտիվացնել Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին խոսույթը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին խոսույթը, վերաակտիվացնել միութենական պատպետության մասին խոսույթը, TRIP-ի երաշխավոր գտնելը, խաղաղությանը երաշխավոր գտնելը եւ այդ երաշխավորների մեջ մշտապես շեշտում է Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ բոլոր այս ձեր նշած քաղաքական ուժերի հետագիծը անվտանգային հարցերով, արտաքին քաղաքական հարցերով միանշանակ իդենտիկ են։ Այս երեք անգամ բացեցինք, որ տնտեսական ծրագրերն են ինչ-որ չափ իդենտիկ, որտեղ տենց հայտարարում են տարին 45,000 աշխատատեղ են ստեղծելու, բայց հիմա 5 տարին տենց մոտ 200,000 աշխատատեղ, ընդեղ էլ ասում են չէ, 5 տարին 300,000 աշխատատեղ, ասես մարդիկ փորձում են օդ կրակեն աշխատատեղերի թվեր, տնտեսական ծրագրերն են ինչ-որ իրարից չեն տարբերվում։ Եվ անգամ իրենց խոսքում մարդիկ շեշտում են, դե իհարկե նույն երկրում ենք ապրում, ծրագրերը կարող են իդենտիկ լինել, բայց հետաքրքիրն ինչու՞մն է, նրանց քաղաքական միտքը ոչ մի ձև չի ծնում նոր գաղափար անվտանգային ոլորտում, նոր գաղափար արտաքին քաղաքականության ոլորտում։ Երբ օրինակ ասում ես ինչպիսի խաղաղություն, մեկ բառ է ծնվում նրանց մտքում միայն արժանապատիվ խաղաղություն, ինչպես հարցի պատասխանը արդեն միտքը չի կարողանում էլ ավել աշխատել, այդպես կանգ է առնում եւ փորձում է ինչ-որ ձևով բացատրել արժանապատիվ խաղաղությունը կենացների եւ պաթոսախախտ բառերի միջոցով, օրինակ ասել, որ դադիվանքն է մերը, մեր տաճարն է մերը, այսինքն sense համեմատությունների մեջ փորձել կենացներ ասել, իսկ արժանապատիվ խաղաղության օրինակներ մենք տեսել ենք վերջին 30 տարում, երբ նրանք ասում են միակ խաղաղ տարիները մեր կառավարման տարիներին էին, տեսնում էինք, որ սահմանին զոհեր կային, տեսնում էինք, որ ծնողները ամեն անգամ իրենց երեխաներին բանակ ուղարկելուց սարսափում էին, առավել եւս սարսափում էին, երբ գիտեին, որ պետք է Լեռնային Ղարաբաղում ծառայեն։ Մենք նմանատիպ խաղաղություն, առավել եւս երաշխավորող խաղաղություն տեսել ենք եւ բառը պտուղները քաղել ենք, մարսել ենք, հասկացել ենք, որ մեզ այլևս պետք չի նման գործելավոճ։ Եվ մենք էլ ենք եղել այդ քաղաքականության արգասիքը այդպես ասած։ Եվ մենք հասկացել ենք, որ այսպես այլևս չի կարելի շարունակել, մեր պատմության այս շրջափուլը պետքա ճեղքվի եւ անընդհատ չկրկնվի։ Եվ այդ մտածողությունն է մեզ բերել այն մտքին, որ մենք հասկանում ենք, որ մենք ենք մեր գլխի տերը, մենք պետք է ունենանք բալանսավորված արտաքին քաղաքականություն եւ այդ բալանսավորված արտաքին քաղաքականության մեջ պետք է հաշվի նստենք մեր տարածաշրջանի, մեր դիրքի եւ մեր հարևանների հետ։ Ոչ մի այլ բանաձևում չեն կարող հորինել իրանք։ Եթե իրանց ասած արժանապատիվ խաղաղությունը եւ բոլոր երեքն էլ Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան տեսնում են արժանապատիվ խաղաղություն բառամթերքը, նրանց մտայնության մեջ մենակ մի բան է։ Երբ օրինակ Հեյդար Ալիևը Իլհամ մի բան ասում է, հոխորտում է օրինակ, մենք ստերից բարձր գորալով մի բան էլ հոխորտանք մենք։ Երբ ընդերից մի ոչ կառուցողական առաջարկ է հնչում, մենք ստերից պետք է ինչ-որ ոչ կառուցողական առաջարկով էլ ի հայտ գանք մենք։ Եվ ամբողջ աշխարհի առաջ երկու այնց աղմուկ հանող պետությունների դեմքով փորձենք տարածաշրջանում խաղաղություն ձևավորել։ Այդպես խաղաղություն ունեցել ենք, չի աշխատել, ժողովուրդ ջան, փորձված է, չի աշխատել։
Դե Քոչարյանը ասում էր, չէ՞։ Հոգու մխիթարանք չի, էլի ուղղակի բարձր գորալն ու էմոցիաներով շարժվելը կամ ցույց տալ, որ դու տենց ուժեղ տղամարդ ես ձեռքերդ մի 5 անգամ սենց անես, դա է ուժի նշանը։ Դա պետական քաղաքականություն չի, դա արտաքին քաղաքականություն չի, դա ծաղր է։ Եվ այս ժողովուրդը շատ լավ է հասկանում այդ ամենը, որովհետև մենք տեսել ենք եւ երաշխավորների ինստիտուտը, Լեռնային Ղարաբաղում ենք տեսել, այդ որ անդադարձում են այդ երաշխավորը կաշխատեր, եթե օրինակ Պրահան չլիներ, բա փառուխը ինչի համար է։ Բա դրանից առաջ Լեռնային Ղարաբաղում այլ բլուրներ գրավել ինչի համար է Ռուսաստանի Դաշնության զորքերի ներկայությամբ։ Ես չեմ ուզում անընդհատ վերապրենք մենք այդ ամեն ինչը, բայց այդ դժողությունը կարճ չի։ Մենք տեսել ենք, երբ սահմանապահ զորքեր էին մեր սահմանին կանգնած, բայց այդ սահմանապահ զորքերից մի քիչ ներքև ադրբեջանցիները ներխուժում էին անում։ Այսինքն այս ամենով մեզ նորից չեն փորձելու վերադարձնել այդ դաշտ, իսկ նրանց քաղաքական ծրագրերը արտաքին քաղաքական ուղղվածությամբ միայն ու միայն մի բան են մատնանշում TRIP ծրագիրը, որը Ամերիկայի միջնորդությամբ եւ Ամերիկայի կապիտալի միջոցով է տեղի ունենալու, Ամերիկայի Միացյալ Նահանգների ամեն ինչ անել, որ տեղի չունենա։ Փորձում են ասել մենք երաշխավոր կբերենք Չինաստանին եւ Ռուսաստանին կամ պետք է, չգիտեմ, սադարակն ու երասխը փորձենք կապել իրար, որ Ադրբեջանի տարածքում հետ կապ չունի, մենք ինչ գործ ունենք այդ բանակցությունները ընդհանրապես ու իմիջիալուց դա մեր խաղաղության խաչմերուկի մի մասն է կազմում եւ մենք ամեն ինչ անում ենք բանակցություններում, որ դա ամբողջությամբ բացվի, բայց այդ մտքերը, որ պետք է բերել երաշխավորները ծրագրին, ակնհայտ է այսօրվա աշխարհում, բոլորս տեսնում ենք աշխարհի բևեռացվածությունը, ակնհայտ է, որ դա տապալելու մասին, այդ ծրագիրը տապալելու մասին է։ Նույնը վերաբերում է խաղաղության, նախաստորագրված փաստաթղթին նոր պահանջների հայտ բերել, նոր բանակցություններ սկսել, արդենից նախաստորագրված թուղթը հենց դրա մասին է, որ այլևս չես կարող կետեր փոխել։ Այդ նշանակում է խաղաղությունը իջիկ դարձնել, այդ նշանակում է նոր պատերազմ հրահրել, այդ նշանակում է բերել մի երկիր, որը քեզ կարող է փրկել, եւ այդ երկիրը պարոն Քոչարյանը իր ասուլիսներում ոնց որ մի քիչ ավելի անկեղծ է, քանի падգամավորները եւ անդադ այդ միտքը կրկնում է, որ մեզ էլ է պետք երաշխավոր Ադրբեջանին էլ է պետք երաշխավոր այսքան հին մոդելին վերադառնանք, որ կա Ռուսաստանի Դաշնություն, որ օրինակ իր շահերը պաշտպանելու համար երկու երկրների միջև փորձում է միջնորդի դեր ստանձնել։ Այս փորձությունները տեղի ունեցել են Հայաստանի Հանրապետության հետ։ Մենք չենք մոռանում այդ ամեն ինչը, բայց այդ նույնական ծրագրերը գրվել են ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, այլ Կրեմլում։ Կրեմլում, գուցե ինչ-որ չափով կանխեցիք իմ հաջորդ հարցը, որտեղ ուզում էի հարցնել, թե այդ ինչ եք արել դուք օրինակ մեր ռուսաստանյան սփյուռքին, որ մեր փրկությամբ զբաղված են միայն ռուսաստանյան սփյուռքի ներկայացուցիչները, հա։ Ինձ էլ այդ հացը ուզում, մենք ունենք Ամերիկան Միացյալ Նահանգներում մեծ սփյուռք, ունենք Ֆրանսիայում հսկայական սփյուռք, եվրոպական տարբեր երկրներում, բայց երբևիցե չտեսանք, որ ֆրանսիացի մի օլիգարխ կա Հայաստանը փրկի։ Ինչ-որ sense հետաքրքիր հարցադրում է, էլի կարող ենք մեր մեջ մտածել ինչու են միշտ Ռուսաստանում գործունեություն ծավալած, բիզնես գործունեություն ծավալած անձինք փորձում Հայաստանի Հանրապետությունը փրկել, առավել եւս ընդեղ էլ հայ համայնքի ներկայացուցիչներ ամեն օր փորձել Հայաստանի Հանրապետությունը մեղադրել ինչ-որ գործողությունների մեջ։ Տիկին Մինասյան, իմ նախորդ հյուրը զրուցակիցը Հարություն Հարությունյանը, աստվածաբանական գիտությունների դոկտոր, որը նաև եկեղեցու բայնորոգման օրակարգի խորհրդի անդամ է, ներկայացուցիչ է, մեր զրույցում նշեց, որ դե մենք հիշում ենք, չէ, այդ Կիրանցից սկսված այդ սրբազան շարժումը եւ այլն, նշեց, որ դրանից առաջ նույն Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ եւ Ռուսաստանի հովանավորությամբ երիտասարդների համար իրականացվում էին այսպես ասած ճանաչողական այցեր, սեմինարներ, դասընթացներ ոսկեպարով Արցախ տրամաբանության մեջ, թե ինչպես կարելի է հավաքվել օրինակ մոտ մի 300 հոգով եւ ոսկեպարով գնալ հասնել Արցախ, Դադիվանք ու նման բաներ։ Օրինակ ինձ հետաքրքիր է, որ երբ Ցեղասպանության Թանգարան ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Գզոյանը Արցախի վերաբերյալ ժողովածու է նվիրում J.D. Vance-ին եւ դա որակվում է որպես սադրանք եւ Հայաստանի պետական քաղաքականության տրամաբանության մեջ չտեղավորվող գործողություն, ապա օրինակ սա դրանք չի նման բան հովանավորելը։ Ես ինքս իմ իմանալով այս մանրամասների մասին եւ առաջին անգամ նման բան լսում, որ երիտասարդների հետ նման ինչ-որ
հանդիպումների բան ա եղել, ֆորմատ ա եղել, չեմ կարող մեկնաբանել դրա մասին, ինչ վերաբերում է ձեր համեմատությանը, միանշանակ տարբեր են իրականությունները։ Տիկին Գզյանը պետական աշխատող է, Տիկին Գզյանը պետության ներկայացուցիչ է համարվում եւ պետական քաղաքականություն կարող է ընկալվել նրա կատարած անմեղ քայլը։ Իսկ ձեր նշած անձինք այլ երկրի հովանավորությամբ այո, հակապետական տարրերը եւ այդ հակապետական գործունեությունը բնականաբար ուղղված է եղել խաղաղության դեմ։ Եվ նմանատիպ գործողությունները շատ կան, ուղղակի կարծում եմ դաշտում, քանի որ շատ չեն երևում, դրանց ի հայտ բերելը մի քիչ ավելի բարդ է, երկու անգամ իրավական գործընթացներ նախատեսել։ Ըստ Ազատություն ռադիոկայանի եվրոպական աղբյուրների Եվրամիության արագ արձագանքման խումբը Հայաստանը ժամանելու ապրիլի սկզբին առաքելությունը Հայաստանում 10-ից 15 օր է անցկացնելու, փորձագետների խումբը կազմված է լինելու 9-ից 14 հոգուց, խումբը պիտի օգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը եւ անվտանգության խորհրդի գրասենյակը կիբերհարձակումների եւ օտարերկրյա ապատեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու պլան եւ կարգավորումներ մշակեն, օժանդակության շահառուներն են նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ներքին գործերի նախարարությունը, հարկային մարմինները եւս։ Եթե հիմնվում ենք այս տեղեկատվության իսկության վրա, ապա հիմնական նաեւ մտահոգիչ հարցը այն է, որ նաեւ հանրային, այսպես ասենք, քննարկումներում շատ հաճախ լինում է, արդյոք սա բավական է լինելու, որպեսզի Հայաստանը կարողանա դիմագրավել այդ հիբրիդային գրոհներին, ինչու, որովհետև շատ հաճախ զուգահեռներ է էլի տարվում, իսկ Հայաստանը ներսում ինչ է արել, որ այդ փորձագիտական խումբն էլ Հայաստանի, այսպես ասենք, արածին մի բան ավելացնելու է, մեր կարողությունը զարգացնելու է, օժանդակելու է եւ դրա տարբեր, օրինակ, կարող են մատնանշել տարբեր օրինակներ, հա, չգիտեմ, այն տեղեկությունը, որ ես ասացի, որ ասել էր իմ նախորդ հյուրը, կեղտոտ գումարները, Ռուսաստանից եկող գումարները, որոնք այստեղ քաղաքական նպատակներով են ծառայում, մեդիաներ, չգիտեմ, ինչ որ հանրային գործիչներ ու հազար ու մի բան, հա, եթե այդպես շատ այսպես, եթե մակերեսոային նայենք, այն ինչ առերևույթ տեսնում ենք կամ առերևույթ կարող ենք ենթադրել, շատ դետալային, որ չխորանանք։ Մենակ ուզեմ մի փոքր հայեցակարգային այս հարցին անդրադառնանք, էլի դուք ասում եք Հայաստանը ներսում ինչ է արել, իսկ ԵՄ աջակցության եկող խմբի մասին դեռևս տեղեկություն չտամ, կամ հաստատեմ չհերքեմ, շուտով պաշտոնական տեղեկատվություն կլինի դրա մասին։ Ես մի փոքր երբ որ հայեցակարգային ենք նայում հարցին, ինչ է նշանակում հիբրիդային սպառնալիք ու հիբրիդային պատերազմ։ Նշանակում է այլ երկրի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին խառնվելու հիբրիդային գործիքներ, այսինքն ոչ ակնհայտ, ոչ տեսանելի, ոչ այնպես ուղիղ դեմքով ի հայտ եկող գործիքներ, սպառնալիքներ։ Հիմա ուզում եմ մի փոքր տեղափոխվենք իրական պատերազմական դաշտ եւ փորձենք տրամաբանել, եթե օրինակ իրական պատերազմական դաշտում հիմա այժմ մենք մեր աչքի առաջ տեսնում ենք, թե աշխարհում պատերազմները ինչպես են տեր ունենում եւ այդ գործիքները, անգամ հիբրիդային գործիքները ինչպես են այդ պատերազմներում իրարվում։ Պաշտպանվող երկիրը կամ այն երկիրը, որ փորձում է տեխնոլոգիաներ մտածել, ռազմավարություն մտածել, թե ինչպես կարող է դիմակայել, պետք է միաժամանակ բոլոր խաղաքարտերը բացի, թե ինչ է իրականացնում իր ներսի դիմակայությունը բացատրելու համար։ Այն ինչ հանրային է, մենք մշտապես խոսում ենք դրա մասին։ Առավել քան աշխատող գործիք է նաև, դրա մասին բարձր դնել եւ հասարակությանը տեղյակ պահել։ Այն ինչ որ արվում է արդեն պետական ապարատի աշխատանքի կայուն պահելու դիմակայությունը բացատրելու համար։ Այդ տեղեկատվությունը ես բազմիցս էս եթերում եմ ասել, էլի որոշակի բաներ կան, որոնք ամեն ինչ չի պետք է բացահայտվի, ամեն ինչ չի պետք է բարձրաձայնվի, բայց կան աշխատանքներ, որոնք որ քաղաքացու բարվելակերպի եւ վարքականոնի թե երևում, որ դա աշխատում է։ Այսինքն մենք հասկանում ենք, որ մենք օրինակ այս մարզային այցերի ընթացքում հասկանում ենք, որ ժողովուրդը ոչ միայն իր ինտուիցիայով կարող է զգալ, թե ինչ է կատարվում, այլ այդ տեղեկատվությունը կամ այն աշխատանքը, որ մենք իրականացնում ենք, դրանց հասնում է։ Այդ մի նկատառում, որ կոնկրետ պաշտպանական գործիքների չբացահայտելիության մասին է։ Երկրորդ մասը, ինչ վերաբերում է արդեն հանրայնացմանը, ազգային հետախուզական ծառայությունը, քննչական մարմինները, ոստիկանությունները, քննչական կոմիտեն հայտարարություն տվել։ Այն ինչ որ կատարվում է
դրա դեմ պայքարի համար կամ նախազգուշացման համար թե հասարակությանը ինչեր կարող են տեղի ունենալ, մենք դրա մասին բարձրաձայնում ենք։ Եվ ես կարծում եմ բարձրաձայնելը լավագույն մեթոդն է կանխարգելելու, որպեսզի մեր քաղաքացիները զգոն լինեն եւ պատկերացնեն, թե ինչ հսկայածավալ արշավը տեղի ունենում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ։ Դա ինքնիշխանության եւ անկախության դեմ ուղղված արշավ է։ Իմ նախորդ քաղաքական ուժերի բերած խոսույցներն էլ են տեղավորվում հենց այդ հիբրիդային գործիքների մեջ, որովհետեւ բոլոր հետսովետական երկրներում առաջի 3 բանը, որ թիրախավորվել է կոնկրետ հիբրիդային սպառնալիքի տեսանկյունից, դա ինքնիշխանությունն է, անկախությունն է եւ ժողովրդավարությունն է։ Ժողովրդավարությունն էլ է թիրախավորվում, որ ասում են մենք այնքան փոքր ենք, մենք որոշող չենք, մերտեղը տիգան, մերտեղ որոշեն, կայսրությունները մերտեղը պետք է որոշեն, աշխարհի քարտեզն է փոխվելու, մենք պետք է միանանք ավելի մեծ համակարգի, ինչպես ասում էր մեր էլի վոյնը կամ իր սատելիտները Ղարաբաղից եկած։ Ուզում եմ ասել, այս մտքերը տեղ չեն գեներացվում։ Եվ դա հստակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեսնում է, որովհետև նույնական մտքերը արտաբերում են նաև օրինակ Զախարովայի օրինակը կարող եմ բերել կամ չգիտեմ, իրենց քաղաքագիտական մտքերում իրենց հայ հռչակած որոշակի փորձագետներ, որոնք որ Ռուսաստանի Դաշնությունում Սաղավիողի հաղորդման ընթացքում են։ Ասածս այն է, որ այս հիբրիդային գործիքների դեմ պայքարի լավագույն մեթոդը հասարակությանը զգոն պահելն է եւ տեղեկատվված պահելն է։ Ինչու՞ չէ, նաեւ փաստերի ստուգման հարթակներին հետևելը, որովհետեւ փաստերի ստուգման հարթակները առօրեական երևի մի շարք հաղորդումներ են պատրաստում, ինչ թեզեր են նետվում դաշտ, ինչի համար եւ դրանց հերքումներով։ Առավել քան աշխատող գործիքա տեսնել այս կապերը քաղաքական ուժերի եւ հասկանալ, որ օրինակ այդ սպառնալիքների մի մեծ փունջ մեր ընդդիմությունն է Հայաստանի Հանրապետությունում եւ ինքը հենց հիբրիդային գործիք է։ Ու իրանք էլ են իրանց այդպեսին համարում, որտեղ իրանք էլ են ասում մենք դեմ ենք Եվրամիության այս հիբրիդային գործիքների դեմ պայքարի միջնորդությանը, որովհետև կարծում ենք, որ Եվրամիությունը գալու է եւ ընդդիմության դեմ պայքարի։ Իրենց համարում են հիբրիդային սպառնալիք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Իսկական ազատությունը սկսվում է այնտեղ, որտեղ քեզ անկաշկանդ ես զգում, երբ ամեն ինչ իր տեղում է, իսկ դու քո տարերքի մեջ, երբ պատերը ոչ թե սահմանափակում են, այլ ոգեշնչում։ Իդեալ համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից, եվրոպական պաստառների նոր ու լայն տեսականին, գերմանական Rush, ֆրանսիական Ugepa, իտալական Parato եւ Emiliana Parati, Hohenberger, Ravenna, Elysium, Wallap, It's Show, արդեն իդեալ համակարգում սկսած ընդամենը 490 դրամից։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։